Ողջույն սիրելիներս, շարունակելով փափուկ հմտությունների թեման, այսօր որոշել եմ առանձնացնել մի թեմա, որը որ երևի թե շատ ակտուալ է եւ կարեւոր է այդ թեմայի մասին խոսել շարունակաբար։ Խոսքը գնում է կրիտիկական մտածելակերպ կամ քննադատական մտածելակերպ։ Եվ եկեք մի բան հասկանանք, որ կրիտիկական մտածելակերպը կամ քննադատական մտածելակերպը դա մեկ այլ անձի կամ գործողության քննադատելու մասին չէ բնավ։ Ուղղակի ցանկացած ինֆորմացիա, որը որ մենք ստանում ենք, պետք է այդ ինֆորմացիան ենթարկել որոշակի վերլուծության։ Եվ եկեք հստակ հասկանանք ինչպես է դա արվում։ Լավ, գնացինք։ Որոշակի ինֆորմացիա, որը կարող է մեզ հասնել սոցիալ մեդիա դաշտից, կարող է հասնել որոշակի լրատվականից, կարող է ուղղակի մեր ծանոթը մեզ փոխանցել, եւ առաջին հարցը, որը որ մենք պետք է մեր գլխում տանք, ինչի է հենց այդ ինֆորմացիան ըստ իս ուղղորդված ինձ, եւ ես ինչպես պետք է վարվեմ տվյալ ինֆորմացիայի հետ, այսինքն շատ լավ, ես հասկացա, սա է, սա է։ Հիմա փորձեմ վերլուծել, արդյոք այս ինֆորմացիան, որ ինձ տվել են, դա այն իրական ինֆորմացիան է, որը որ ես պետք է իմանամ, եւ երկրորդական, ինչպես ես աշխատեմ այդ ինֆորմացիայի հետ եւ ինչպես փորձեմ նպաստել այդ ինֆորմացիայի վրա։ Իրականում, եթե այսպես համատարած, բոլոր մեր փափուկությունների հետ համեմատեմ, երևի թե կրիտիկական մտածելակերպը ամենաբարդերից մեկն է, որովհետեւ այստեղ պետք է ունենալ, ինչպես ընդունված է ասել, անալիտիկ մտածելակերպ, իսկ դրա հիման վրա մենք նախ պետք է ունենանք բավականին մեծ ինֆորմացիա, տեղեկատվություն եւ փորձենք իրենց հետ աշխատել։ Բայց ուղղակի լինելով այսպես օրինակ ասենք, ես շատ չունեմ համապատասխան գիտելիք, չեմ համարում ինձ օրինակի համար, ասենք, շատ տեղեկացված, բայց հիմա ստացել եմ մի ինֆորմացիա, ինչպես աշխատեմ։ Փորձեք այն վերլուծել, բացել որոշակի կետրով, ինչի է այդ ինֆորմացիան ես լսում, ինչ պետք է անեմ այդ ինֆորմացիայից, ինչպես ես կարամ ազդեմ այս իրականության, այս փոփոխության վրա, եւ այսպես բոլոր կետրով մենք կարողանանք այն ամենը ավելի հստակ դարձնել մեր համար, քան մինչ այդ մեզ թվում էր։ Այսինքն ցանկացած ինֆորմացիա, որը ըստ ձեզ կարող է ձեզ օգնել կամ վնասել, փորձեք ավելի խորքային իրեն ուսումնասիրել, որից հետո դուք կունենաք ել ավելի հստակ արդյունք։ Եվ այս դեպքում դուք կարող եք վստահել, որ որոշակի չափով ուժեղացրել եք ձեր կրիտիկական մտածելակերպը։ Եվ կրիտիկական մտածելակերպը պետք է դարձնել մեր առօրյա կյանքում կարևոր կետերից մեկը։ Նույնիսկ հասարակգնումներ կատարելուց, եթե մենք գնում ենք այն ամենը, ինչ մեզ տարբեր կազմակերպություններ փորձում են մատուցել, ներկայացնել, փորձեք հասկանալ, արդյոք սա ինձ պետք է, արդյոք ես սրա կարիք ունեմ, արդյոք ես ուզում եմ սա գնել, թե ուղղակի գովազդից ելնելով ես գնացի եւ այդ գտնումը կատարեցի։ Եվ սա եւս մի հմտություն է, որը մենք պետք է ունենանք մեր գլխի մեջ, պետք է զարգացնենք եւ կարողանանք իր հետ աշխատել։ Շնորհակալ եմ, որ լսեցիք, մաղթում եմ լավ օր եւ իհարկե կրիտիկական մտածելակերպի շուրջ փորձեք ել ավելի ուժեղացնել ձեր հմտությունները։ Դե ինչ, այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։ Մնաք բարյավ։